Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ուկրաինային է վերադարձվել 270 զինծառայող եւ 120 քաղաքացիական անձ։ Նույնքան ռազմագերիներ եւ քաղաքացիական անձ էլ վերադարձել է Ռուսաստան։ Սա 1000-ի դիմաց սկզբունքով փոխանակման առաջին փուլն է, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանդիպմանը։ Պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենախոշոր փոխանակումն է։ Առայժմ անորոշ է ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպման վայրն ու օրը։ Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ընդ որում Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հանդիպման հավանական վայր են դիտարկում Վատիկանը, սակայն ռուսական կողմը հակված է բանակցությունները շարունակել Ստամբուլում։ Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ Մոսկվան եւ Կիևը դեռ չեն համաձայնեցրել հանդիպման դետալները։ Հռոմում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։ Հաղորդվում է, որ երկու երկրները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը, կարևոր մանրամասները թողնելով ավելի ուշ քննարկման։ Բանակցությունների 5-րդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական կողմն ակնկալում է լուծել անհամաձայնություն առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ 1 կամ 2 հանդիպումների ընթացքում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ Նա նշել է, որ մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե ԵՄ երկրներն արտադրություն ստեղծեն Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարարն էլ այդ մաքսատուրքերն անընդունելի է համարել։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ Պաշտոնյան նշել է, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի եւ այլ ապրանքների մատակարարումը Միացյալ Նահանգներ փաստացի կդադարի։ Գերմանիայի Համբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում տեղի ունեցել դանակով հարձակում, որի հետևանքով 12 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, եւս 3-ին ծանր, 6 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 39-ամյա մի կին է, որը ձերբակալվել է, սակայն հարձակման դրդապատճառները դեռ անհայտ են։ Հարվարդը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների կառավարության դեմ։ Դատարանը ժամանակավոր կասեցրել է Թրամփի վարչակազմի կողմից Հարվարդի համալսարան օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը։ Հիշեցնենք, Թրամփի վարչակազմը չեղարկել է Հարվարդի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը, ինչը նշանակում է, որ համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների։ Միացյալ Նահանգները բացի Հարվարդից կարող է օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք կիրառել նաև այլ բուհերի հանդեպ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։